Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխանության գալուց հետո առաջին անգամ պատրաստվում է հերթական ազգային ժողովի ընտրություններին։ Հիշում եք, որ 21 թվականին ունեցել ենք արտահերթ ընտրություններ վարչապետի հրաժարականից հետո, երբ հապճեպ կազմվել է ցուցակ եւ ցուցակը կազմվել է վարչության որոշմամբ, այսինքն վարչությունն է որոշել, թե ով պետք է լինի ցուցակում եւ ով որ համարը պետք է լինի ցուցակում։ Այժմ մեր համար նոր իրավիճակ է ստեղծվել կուսակցությունում եւ մենք հապճեպ չենք որոշելու ցուցակը եւ կուսակցությունը իրենից վարչության նախագահի տարածել է հայտարարություն, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են առաջադրվել, կարող են առաջադրվել նոյեմբերի 1-ից 30-ը եւ վարչությունը պետք է հաստատի տեխնացուների առաջադրվելը դեկտեմբերի 1-ից 31 ընկած ժամանակահատվածում, որից հետո հաստատված ցուցակը արդեն կդնի քվեարկության ամբողջ կուսակցության մեջ համագումարում, որտեղ 1000-ից ավել կուսակցականներ կքվեարկեն եւ որ տեխնացուն որ շատ ձայն հավաքի կզբաղեցնի առաջի համարը, նրանից պակասը երկրորդ եւ այդպես կձևավորվի քանի հոգի կմասնակցի մոտ 300 կամ 380 հոգի հայտ են ներկայացրել այս պահին մոտավորապես կարծում ենք որ 300-ից 350 հոգի կլինի տեխնացու եւ պատվիրակները, այսինքն ամբողջ կուսակցության պատվիրակները 1100 մոտավորապես թվով կորոշեն թե ով որ համարը պետք է լինի։ Նաև այս փուլում վարչությունը տեսեք մամուլում պատվերով ըստ իս պատվերով իբրև սլիվ, բայց դա պատվեր էր բացահայտ հրապարակում, որը նաև տարածվեց այլ լրատվական կայքերով։ Ես դրա մասին նաև կուսակցությունն բարձրացրել, իրականությունը եղել է հետևյալը, որ կուսակցությունը ինչ հրավիրել է ոնց որ մյուս տեխնացուներին եւ կարճ քննարկման արդյունքում հաջորդ օրից տեղեկացրել են, որ վարչությունը որոշել է մերժել իմ առաջադրումը։ Հիմա այս պահին կներեք, այս պահին ես ունեմ երկու հրապարակին հեսա կանդադառնամ ձեզ, չէ, ոչ միայն այս պատվերին, ես բոլոր պատվերներին կանդադառնամ, ես հիմա չեմ ուզում բանավեճի մտնեմ, ձեզ կանդադառնամ։ Հիմա ուրեմն ես ունեմ երկու ճանապարհ, առաջին գնալ տուն եւ չլինել հաջորդ ցուցակում եւ երկրորդ բողոքարկել վարչության որոշումը իրացնելով իմ կուսակցականի իրավունքները, քանի որ մեր կուսակցության կանոնադրությամբ բոլորդ գիտեք, որ կուսակցության անդամը իրավունք ունի բողոքարկելու կուսակցության մարմինների որոշումները։ Ես ընտրել եմ երկրորդ ճանապարհը, ես բողոքարկելու եմ վարչության որոշումը, ոչ, խնդրում եմ մի ընդհատեք, դա ընդհակառակը սա անում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իմ գաղափարագից ընկեր Նիկոլ Փաշինյանի նաեւ համար, կարող է դա բարձր հնչի, բայց ես այդպես եմ ցանկանում արտահայտվել, որովհետեւ ես դեռևս 2006 թվականից եմ ճանաչում Նիկոլ Փաշինյանին եւ տարբեր ակցիաների մասնակցել եմ սկսած 2006 թվականից, երբ 14 տարեկան էի, 2007 թվականի իմպիչմենտի դաշինքի բոլոր երթերին եւ հանրահավաքներին եմ մասնակցել։ Հետո միասին մեր պայքարը շարունակել ենք 2008 թվականին արդեն հայ ազգային կոնգրեսի շրջանակներում 2014 թվականից եղել եմ քաղաքացիական պայմանագիր հանրային քաղաքական միավորման անդամ։ Միասին աշխատել ենք եւ գրել ենք առաջին կանոնադրությունը, եղել եմ աշխատանքային խմբում, երբ մենք ձևավորում էինք կուսակցության առաջին կանոնադրությունը։ 2015 թվականին եղել եմ քաղաքացիական պայմանագիր, կներեք, ավարտեմ ձեր հարցերին պատասխանեմ։ Ես 2015 թվականին եղել եմ կուսակցության հիմնադիր անդամ, դրանից հետո 2017 թվականին մասնակցել եմ թե խորհրդարանական, թե հետագայում նաև Երևանի ավականու ընտրություններին, եղել եմ Նիկոլ Փաշինյանի շտաբում, մշտապես նրա կողքին ու ինձ միշտ մշտապես առաջ է մղել այն գաղափարը, որ մենք պետք է պայքարենք մեր ժողովրդի շահերը պաշտպանելու համար, երկրում հավասարություն եւ իրավահավասարություն եւ արդարություն հաստատելու համար։ Հիմա եկել եմ Հիմա որ միասին խոսում եք, ես չեմ կարող ելույթ ունենալ։ Կլինի ես խոսամ, ձեր հարցին պատասխանեմ, որովհետև ձեր հարցերի պատասխանները ես հիմա կարող եմ հնչեցնել կամ կարող եմ ասել բաներ, որից հետո նոր հարցեր ծնվեն։ Հիմա ես զբաղվել եմ օրենսդրական գործունեությամբ վերջին 6 տարիների ընթացքում։ Հիմա պետք է ըստ իս, նաև ըստ վարչության որոշման, կուսակցության համագումարը պետք է որոշի, թե ով որ համարը պետք է լինի ցուցակում։ Ես ցանկանում եմ, որպեսզի վարչությունը ինձ հնարավորություն տա, որպեսզի ես առաջադրվեմ, ոչ թե ֆիքսվի իմ տեղը
ընտրական ցուցակում, այլ ես հնարավորություն ունենամ ներկայացվելու կուսակցության անդամներին եւ կուսակցության անդամները որոշեն ես կլինեմ անցողիկ տեղում օրինակ միջև 50-ը կամ 70-ը, թե կլինեմ օրինակ 350-րդ համարը եւ ուղղակի չեմ լինի ազգային ժողովում։ Ես ոչ թե ցանկանում եմ ունենալ անցողիկ տեղ, ես ցանկանում եմ իրացնել իմ իրավունքը որպես հիմնադիր կուսակցական եւ ունենալ ներկայանալու հնարավորություն եւ արդեն իմ գործունեությունը վերլուծելով մեր կուսակցականները կորոշեն այս պահին վարչությունն է մերժել որը ես վստահ եմ որ եթե համագումարը ընտրի ես կունենամ անցողիկ տեղ եւ կլինեմ առաջի առնվազն 50 համարների մեջ Բարեվարկությանը չէիք համապատասխանում պարոն Սարգսյան բարեվարկություն նման հարց ասում են որ քրեական ենթամշակույթի հետ ես արդեն պատասխանեցի որ ես իրացնելու եմ ցանկանում եմ իրացնել իմ իրավունքը որպես կուսակցականի եւ նաեւ ունենալ առաջադրվելու իրավունք նաեւ կարծում եմ որ առաջիկայում այսօր կամ վաղը կամ մոտորերս վարչությունը ինձ կհրավիրի որպեսզի քննի իմ բողոքը եւ բավարարի բողոքս կամ մերժի Դուք անցանեք հարցի պատասխանը ինչու ձեզ մերժեցին ասեմ ունեմ այդ հարցի պատասխանը ես իմ գործունեությամբ ճակերտների մեջ ցավացրել եմ որոշ մարդկանց ովքեր այսօր դեռևս չեմ ցանկանում անուններ տալ ովքեր այս պահին Ձեզ որ դեծ է տեղեկատվությունը այդ նույն մարդն ասել ում պատվերով գրել եք հոդվածը դուք կարգի ձեզ հրավիրեք դուք ինչ է նշանակում այսինքն դուք ինչի հետ կապված եք ինձ հարց տալ ինչն է իրականությունը ասեք ով է տեսեք արգելվում է փակ նիստից արտահոսք ապահովել ու մնաց նաև պատվեր տալ բայց դա արտահոսք չի դա պատվեր է որի հետևից կգնանք հիմա անդրադառնանք մյուս հարցին հիմա հաջորդ հարցին անդրադառնամ ես հանդես եմ եկել մի շարք օրենսդրական նախագծերով եւ որոշ առաջարկներ եմ արել կառավարությանը 10 առաջարկներ եմ արել որոնք ընդունվել են եւ նաեւ 5 օրենսդրական նախագծերի հեղինակ եմ ամենախնդրավոր օրենքի նախագիծը նաեւ որի պատճառով վարչության անդամներից մի քանիսը կամ մեկի գլխավորությամբ որոշել են մերժել իմ առաջադրվելու իրավունքը կայանում է հետեւյալում ես օրենքի նախագիծ եմ հեղինակել եւ սկզբնական շրջանում դրան դեմ է եղել ֆինանսների նախարարությունը, պետական եկամուտների կոմիտեն, խոսքը վերաբերվում է օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելուն։ Օրենքը ընդունվեց շատ բուռն քննարկումների արդյունքում, քննարկումներից մեկի արդյունքում, որը տևել է 2 ժամ, ես երկար ելույթ եմ ունեցել եւ վերել եմ բոլոր հիմնավորումները, թե ինչու պետք է մենք բարձրացնենք բուկմեքերական ընկերությունների հարկերը, որոնք վերջում ձևակերպեցինք կրկնակի турքի տեսքով, օրենքի նախագիծը ընդունվեց։ Այս պայդրությամբ ապրիլից մինչև այս պահը 10 միլիարդ, շուրջ 10 միլիարդ ավել գումար է մուտքագրվել պետական բյուջե։ Ասեմ, այո, հենց այդ նախագիծը, այո։ Հիմա թույլ կտաք շարունակեմ։ Հիմա այս նախագծի տրամաբանությամբ 1 տարվա ընթացքում 13 միլիարդ դրամ կամ մոտավորապես 33 միլիոն դոլար կներեք ավել գումար է մուտքագրվելու պետական բյուջե։ Հաջորդը ասեմ։ Հիմա ասեմ, ըստ այդ օրենքի նախագծի սահմանված է, որ հունվարի 1-ից եթե չունենենք խաղային օպերատոր, պետք է 3 անգամ բարձրանան հարկերը։ Այսինքն եւ առաջիկայում մենք տեսնում ենք, որ խաղային օպերատոր չենք ունենալու, արդյունքում հունվարի 1-ից 1 տարվա ընթացքում պետական բյուջե մուտքագրվելու մոտավորապես 70 միլիոն դոլար հավելյալ գումար։ Հիմա մենք պետք է հասկանանք, կներեք, ասեմ։ Հիմա մենք ասեք, շատ լավ։ Հիմա կլսեք ինձ։ Հիմա այդ գումարները, որոնք մուտքագրվել են պետական բյուջե, նախկինում դրանք գնացել են այդ մարդկանց գրպանները, ովքեր որ այդ խոշոր ընկերությունների սեփականատերերն են եւ միլիարդատերեր են։ Այդ գումարներից, այո, իհարկե ունեն եւ այդ գումարները հիմա եւ որ ժամանակի գա կասեմ։ Դուք ինչ հարաբերություն Իհարկե ոչ։ Չի կարող նման բան լինել։ Ես կներեք կարող եք լսել իմ հարցը։ Եթե ավել 70 միլիոն դոլար այս ընկերությունները գումար են տալու պետությանը, որից մի մասը արդեն տվել են, ինչ է ստացվում, որ իրանք ունեն խնդիր լրջագույնս իդեմս падգամավոր Սարգսյան Հայկի, ով բարձրացնում է այն հարցերը, որոնք որ մեր հանրությանը հուզում են, որտեղ այսօր խաղամոլությունը, թմրամոլությունը եւ քրեական բարքերը
ամենաշատն են ցավացնում եւ հուզում մեր հանրությանը։ Ես այդ հարցերը ըստ նաեւ պատմության, եթե դուք նայեք վերջին գործունեություն ազգային ժողովի միակ պատգամավորն եմ եղել, ով այս հարցերը բարձրացրել է եւ պայքարելով հասել եմ արդյունքին իշահ մեր պետության, վտանգելով նաեւ իմ սեփական կյանքը, քանի որ մարդիկ, ովքեր միլիարդներով այն ժամանակ դնում են գումար իրենց գրպանները, ստիպված պետք է կտրեն եւ տան պետությանը, որպեսզի այդ գումարները ծառայեն մեր ժողովրդին։ Հիմա ստացվում է, որ ես մեծ օգուտ բերելով իմ պետությանը հայտնվել եմ թիրախային իրավիճակում եւ վարչության որոշ անդամներ մեղմասեր չեն գնահատում իմ գործունեությունը։ Վարչությունը ինչ ձև մի րոպե Հերմինե ջան հարց եմ տալիս։ Մեծ մասը փաստորեն սրամաշ։ Մեծ մասը չի քվեարկել ձեր։ Ես քվեարկության արդյունքները, ես քվեարկում մի վիճեք, բոլորդ հարցին կպատասխանեմ։ Ես վարչության անդամներից ով ինչպես է քվեարկել, կարող եմ ենթադրել, բայց չգիտեմ, քանի որ դա ինձ չեն ասել։ Կարող է այնտեղ ներկա եղել, դուք հրապարակորաթերթը ներկա լինում վարչության լիստերին։ Այսինքն դուք ինչպես գիտեք, որ 3 հոգի դեմ եք ով եք ով ասել։ Դե ով է ասել, եւ միջև չասեք ով է ասել, ես չեմ շարունակի ձեր հարցերին պատասխանել։ Բնականաբար մեծ մասը դեմ է քվեարկել, ես բայց չեմ կարող ասել ով է դեմ քվեարկել, ով կողմ, ցանկանում որպեսզի եւս մեկ անգամ իմ բողոքը վարչությունը թույլ տա իրացնեմ ես իմ որպես կուսակցական իմ իրավունքը, որովհետեւ ունեմ սահմանափակ իրավունքներ, որոնք այո, կանոնադրության մեջ բացեք 21-րդ հոդվածը սահմանում է կուսակցական անդամի իրավունքները։ Առաջիկայում կխոսենք։ Ինչ հիմնավորում է վարչությունը ձեզ ներկայացրել։ Ինձ որևէ հիմնավորում չի ներկայացվել։ Ինձ բանավոր խոսքում վարչության անդամներից մեկը իմ ընկերներից փոխանցել է, որ վարչությունը մերժել է իմ դիմումը։ Բայց ձեզ ասվել թե ինչ որ ներքին կարգով ձեր ընկերը ձեզ ասել է, որ չէ, պաշտոնապես կուսակցության վարչությունը որոշել է, որ տվյալ վարչության անդամը պետք է ինձ փոխանցի վարչության դիրքորոշումը, նա փոխանցել է ոչ բանավոր հանդիպման ժամանակ։ Ինչպես է վարչությունը այդ չգրանցվող տեխնացուներին ինչպես է հենց դա տեսեք հենց նաև խնդիրներից մեկը դա է, որ բազմաթիվ հարցեր դեռևս որոշված չեն, հենց առաջին հարցը չափորոշիչների հարցն է, թե ինչ չափորոշիչով պետք է կուսակցականը հավակնի, այսինքն որ չափորոշիչներն են, որ ինքը պետք է բավարարի, որպեսզի հնարավորություն ունենա առաջադրվելու, դա սահմանված չէ, եւ նաեւ ես, օրինակ չափորոշիչներ այս պահին սահմանված չեն եւ որևէ մեկը չգիտի, որ ես եթե ներված լինեի, ես չէի բողոքարկի, ես կգնայի մեր տուն, բայց քանի որ ես չեմ ցանկանում դավաճանել իմ սկզբունքները եւ այն ժողովրդին, որը մեզ բերել է իշխանության, ես ուզում նշել, որ 2018 թվականի ապրիլի 22-ին, 23-ին եւ 100,000 որ մարդիկ դուրս եկան փողոց, ես գտնվում էի կալանքի մեջ եւ ինձ սպառնում էր մինչեւ 8 տարվա ազատազրկում եւ եթե ժողովուրդը դուրս չկար պայքարի, ես դեռևս կգտնվեի անազատության մեջ, այսինքն ես իրավունք չունեմ դավաճանելու իմ ժողովրդին, ես պետք է պայքարեմ, որպեսզի այն արատավոր երևույթները, որոնք ես նշել եմ, առաջինը խաղամոլությունը, ինչպես է ծնվել այս միտքը։ Հազարավոր քաղաքացիներ ինձ դիմել են, ասել են Հայաստանում խաղամոլության այս աստիճանն է, մարդիկ ինքնասպանություններ են անում, իրենց տներն են կորցնում, պետք է կանխել։ Ես 3 առաջարկ եմ արել մեր գործընկերներին, առաջին փակել ընդհանրապես բոլոր on-line կազինոները եւ ընդհանրապես կազինոները Հայաստանում, ինչպես աշխարհի մի շարք երկրներում է, օրինակ Պարսկաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշ նահանգներում եւ մի շարք այլ տարբեր երկրներում, արաբական երկրներում, Էմիրատներում, Քուվեյթում, մյուս երկրներում։ Երկրորդ առաջարկը, որ ես արել եմ, որը առաջիկայում փորձել եմ նաեւ առաջ տանել, վերաբերվում է նրան իմ երկրորդ առաջարկին, որը գալիս էր ասելու, որ պետք է պետականացնել բոլոր կազինոները եւ on-line շահումով խաղերը, ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, դրանք պետական, օրինակ Չինաստանում, Սինգապուրում, նաեւ Ադրբեջանում, Թուրքիայում դրանք կազմակերպվում են պետության կողմից։ Եվ երրորդը ես ինձ տեսնում եմ ազգային ժողովում, ես որևէ ամբիցիա չունեմ այլ պաշտոն զբաղեցնելու եւ չեմ ունեցել։ Այսինքն քաղաքապետի ապագացում են քաղաքապետի հետ կապված երես հավակնություն։ Չկա նման հավակնություն, չի կարող նման։ Հավասնողներից մեկ օրինակ ինչպես ձեր բառով ասեմ, Տիգրան Ավինյանն է, որը Տիգրան Ավինյանը չի մասնակցել այդ նիստին եւ դեմ չի եղել, Տիգրան Ավինյանը իմ ընկերն է եւ նաեւ բանավոր խոսքում ասել է, որ ցավում է այդ որոշման համար, եթե ինքը տեղում լիներ կքվեարկեր կողմ։ Սա ուզում եմ ասել, որպեսզի այդ Տիգրան Ավինյանի հետ կապված բոլոր քննարկումները փակենք, նա իմ ընկերն է, նա սատարում է ինձ, ես սատարում եմ իրեն, համարում եմ Հայաստանի Երևանի լավագույն քաղաքապետերից մեկը, եթե ոչ ամենալավը։ Ունեք Ալեն Սիմոնյանի հետ։
Առաջիկայում կխոսենք դրանց մասին։ Ձեր ընկերն է։ Առաջիկայում կխոսենք։ Ոչ։ Պարոն